Թե ինչու ձեզ մերժեցին, բայց 18 թվի մերժեցին ձեզ, բայց նստեցրին Քոչարյանին։ Այդ հարցը իրենց մոտ առաջանում է, ասում են, հիմա էլ էլի թիրախավորել են իրենց հավաքել։ Այսինքն կարծում եմ դու եւ այդ թիրախավորողները ուրախ կլինեիք, հա, որ ես էլ նստածել նեի։ Ես որևէ մեկի բանտարկությամբ ուրախ չեմ, հատկապես եթե չգիտեմ մեղադրանքը։ Բա ինչու ես այդպեսի հարցեր տալիս, վայ ջան։ Իսկ այսինքն ինչա, մեծ հերոսություն է մի տարի նստելը։ Բա իմ գործընկերները որ նստած են, տարիներով նստել են, Արմեն Աշոտյան երևի արդեն 2 տարին անցնում է, այդ որ ես տարիներով դատարանի դռներին քարշ եմ գալիս, այսինքն այդ ինձ ինչա, իշխանությունները ինձ ռեկլամ են անում։ Ինչու Արմեն Աշոտյանն է նշտած, ի վերջո ձեր դեմ են պայքարում այդ մարդիկ հարցում են, Սերժ Սարգսյանի դեմ եք պայքարում, մեղավոր Արմեն Աշոտյանն է։ Բայց դա ինչու ես ինձ հարցում, դու հնարավորություն ունես այդ հարցը տալ այն մարդկանց, ովքեր այդ process-ները կառավարում են։ Ձեր թիմակիցներից շատ են ժողովում, որ Քոչարյանն Պարոն նախագահ, քանի որ Հայաստանի իշխանությունները, պարոն նախագահ, չեն արձագանքում Ալիևին, խուսափում են Ալիևին արձագանքելուց, հիմա Ալիևը հերթական պահանջների լեզվով է խոսել Արևմտյան Ադրբեջանի մասին, Արևմտյան Ադրբեջանի բնակիչների վերաբնակեցման մասին, ինչու արձագանքներ չկան Հայաստանի Հանրապետությունից եւ այդ կեղծ թեզերը ինչու չեն կանխվում այսօր։ Ես չգիտեմ, ես չեմ կարող ենթադրել, թե ինչու Հայաստանի Հանրապետության կառավարիչները չեն արձագանքում։ Մի բան կարող եմ ենթադրել, որ չեն արձագանքում, որպեսզի մեղմեն երևի հարևան երկրի նախագահի զայրույթը կամ դուր գան, որպեսզի նա ինչ ասեմ, բարի գործեր անի իրենց համար։ Ինչ գործեր։ Դե ինչ գործեր, չգիտեմ։ Երևի իրանք ուզում են ինչ-որ համաձայնագիր ստորագրել, որի մասին հանրությունը տեղյակ չի։ Իմիջիայլոց, երբ խոսում ենք impeachment-ի մասին, ձեզ որևէ մեկին չի հետաքրքրում, բայց ինչու է մեր դիրքորոշումը այդպիսին։ Ինչու։ Նախ ասեմ հետևյալը, որ 2021 թվականին ես երբեք եւ որևէ տեղ չեմ ասել, որ մենք չենք գնալու ընտրությունների։ Այո, ես դեմ եմ եղել ընտրություններին, բայց ոչ թե դա փաստարկելով որպես ընտրությունները լեգիտիմացնելու քայլ, այլ ես շատ հստակ ասել եմ, որ ես խորապես համոզված եմ եւ իմ այդ համոզմունքը հիմնված է քաղաքական դաշտ եւ ժողովրդի տրամադրությունները ուսումնասիրելու վրա, որ միանշանակ այսօրվա կառավարիչը հաղթելու է այդ ընտրություններում, հաղթելու է եւ դառնալու ենք մենք մասնակիցը կապիտուլյացիայի լեգիտիմացման եւ միջազգային հանրությունը մեզ հայ ժողովրդին մեղադրելու է այդ կապիտուլյացիայի համար ասելու է, որ ժողովուրդը թեև կապիտուլացվել է Հայաստանը, բայց վստահում է այսօրվա կառավարիչին։ Ինչ եւ տեղի ունեցավ։ Մի տարուկես եւ մեր դաշնակիցները եւ մեր գործընկերները դրա վրա են հողում կատարում։ Հիմա եթե սխալ եմ ես կանխատեսել, ասեք սխալ եմ կանխատեսել։ Հաջորդ տարվա ընտրությունների կապված Ես խնդրում եմ մի 3 ժամ ինձ տվեք, որպեսզի կարողանամ այդ բաները լսել։ Կասեք կշարունակեք բան անցնել։ Եվ ինչ ճանապարհ եք տեսնում Թույլ տվեք շարունակեմ։ Հիմա մենք ասում ենք պաշտպանում ենք impeachment-ը, ելնելով հետևյալ հանգամանքներից։ Մենք, այսինքն ես նկատի ունեմ հավաքական ընդդիմությունը, առնվազն 5 տարի հայտարարում ենք, որ այսօրվա կառավարիչների 1 օր ավել մնալը իշխանության վնասում է Հայաստանի Հանրապետության շահերին։ Այդպես է, թե այդպես չի, ասել ենք, թե չենք ասել։ Խնդրում եմ, ասեք, եթե չենք ասել, ասեք, չեք ասել, ասել ենք։ Իսկ այդ ինչ պատահեց, որ հիմա էլ ասում ենք, չէ, մի տարի սպասենք, մինչև ընտրությունները գա։ Լավ, ես ասացի, 21 ընտրությունները շատ իրատեսական էին, ես իրատեսական չի, 21 եւ երկրորդ։ Դուք չէ, բայց
իմ տարիքի մարդիկ գիտեն, որ բազմաթիվ են եղել դեպքերը մեր նորագույն պատմության մեջ, որ մենք գնացել ենք իրադարձությունների, որոնք շատ-շատերի կարծիքով հավանական չէին, բայց հաջողությամբ է պսակվել։ Բայց խնդիրը դրանում չի։ Այսինքն կմիանա Ախր թույլ չեք տալիս պատասխանեն ձեր իսկ հարցին, էլի թույլ տվեք, խնդրում եմ։ Հիմա մենք կոնկրետ ես ինչ եմ կարծում։ Եկեք այս հարցին նաև երկխոսությամբ փորձենք պատասխանել, էլի։ Ինչ եք կարծում, հնարավոր է այս մի տարվա ընթացքում այսօրվա Հայաստանի կառավարիչները կատարեն մի քայլ, որը շատերի համոզման, չեմ ասում բոլորի, վնասակար կլինի Հայաստանի համար։ Օրինակ, կարող է մի քանի ամիս հետո այս կառավարիչները մի թուղթ ստորագրեն եւ ասեն Հայաստանից հանում ենք ռուսական սահմանապահներին, Հայաստանից հանում ենք ռուսական բազան, մեր անվտանգությունը արդյոք դրանով կամրապնդվի։ Սա մի հանգամանք, դուք հատկապես դուք կարող եք դա քիչ հավանական համարել, չէ՞, բայց ավելի լավ, ուրեմն ես ճշմարտություն եմ ուրեմն ես ասում։ Իրանք Արցախն են հանձնել, Այդ մեկ, բա հենց այդ եմ ասում, որ տեղի չի ունենալու, վայ ուշադիր հետևի, խնդրում եմ ասածից։ Երկրորդ, լավ, դա ուրիշները, ոչ այստեղ հավաքված լրագրողները կարող են համարել քիչ հավանական։ Իսկ ինչ եք կարծում, ավելի շատ հավանական է, թե հավանական չի, որ տեսանելի ապագայում, այսինքն ամիսների ընթացքում այս կառավարիչները այդ ստորագրեն իրենց ասած խաղաղության համաձայնագիրը։ Կարծում եմ ավելի հավանական է, չէ՞ որ դա կանեն։ Իսկ մենք գիտենք ինչ է այդ համաձայնագրում գրած։ Չգիտենք որևէ մեկս, ճիշտ է։ Իսկ հավանականությունը շատ է թե քիչ, որ այդ համաձայնագրում Հայաստանի համար բացասական ավելի շատ կլինի, քան դրականը։ Հավանական է, չէ՞։ Իսկ լավ, եթե այդպես է, այդ ստորագրելուց հետո նույնիսկ եղան ընտրություններ եւ ընդդիմությունը հաղթեց։ Ընդդիմությունը կարողանալու է շատ հեշտ ճանապարհով այդ համաձայնագիրը իջիկ դարձնել։ Բա հետո դրանից հետո ինքներս մեզ չենք մեղադրելու, այս մի տարի անգործության մատնվեցինք, մենակ սկսեցինք քննադատել սրանց։ 7 տարի է մեղադրում, 7 տարի, բա տեսնում եք, շնորհակալ եմ համաձայն լինելու եւ ներողություն, միգուցե այս կետն էլ դուք քիչ հավանական համարեք, բայց կարծում եմ, որ հավանական է, չէ, որ 1 ամիս, 2 ամիս, 3 ամիս հետո Հայաստանի հատվածից էլ ինչ որ մի հատված փոխանցվի Ադրբեջանին, ինչպես դա տեղի ունեցավ Տավուշում։ Եվ եթե փոխանցվի Ադրբեջանին, ապա լավ, էլի հաղթեցինք, ընդդիմությունը հաղթեց կամ մենք կարողանալու ենք դա ետ վերադարձնել։ Այսինքն դա լինելու է, չէ, ոնց են ասում, Էդոն Շարմազանով շատ ավելի լավ գիտի, կազուս բելի են ոնց որ թե դրան ասում, դա հիմնավոր պատճառ կլինի, չէ, եթե մենք փորձենք դա ետ վերադառնել ու Ադրբեջանը մեզ հետ, բա ինչ ենք անելու էլի, ասելու ենք դե ոչինչ, ջհանդամը, Ղարաբաղը հանձնեցինք, Արցախը տվեցինք, Հայաստանից տարածքներ տվեցինք, դե դրանց համեմատ ինչ է մի հատ անգ լավ, էդ էլ տանք պրծնենք, էլի մենակ իշխանափոխություն լինի, ես համաձայն չեմ այդ տեսակետին, այ մեր հիմնավորումները դա է, որ մենք ասում ենք փորձենք։ Իսկ եթե չստացվի, պարոն Սարգսյան, Թող չստացվի, բայց դա ինչ է։ Այսինքն դուք ասում եք